Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշյանին։ Կարպիս ջան, ողջույն, շնորհակալ եմ, որ հրավեր ընդունեցիր։ Բարև ձեզ։ Կարպիս ջան, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, կմասնակցի միջուկային էներգիայի գագաթնաժողովին, ելույթով հանդես կգա Եվրոպական խորհրդարանում։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի այս այցը ԵԽ-ում ելույթը ինչ կտա Հայաստանին, իրական ինչ կտա Հայաստանին եւ որքանով է այն կապված ձեր գնահատմամբ առաջիկա ընտրությունների հետ։ Իրական Հայաստանին թե Հայաստանին։ Իրականում ինչ կտա Հայաստանին։ Հայաստանին իհարկե չգիտեմ թե ինչ կտա, բայց գիտեմ թե ինչ կարող է տալ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանին կտայեն, որ այս պայդրությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջնային աղբյուրներից մեկը գտնվում է այնտեղ։ Եվ սա փաստ է եւ պետք է արձանագրվի, ապացուցված է հրապարակային հայտարարություններով ընտրություններից առաջ, որ Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմին դիմագրավելու համար դիմել է հենց այդ մարդկանց կամ հենց այդ պետությունների կամ կառույցների օգնությանը։ Դա կտա Նիկոլ Փաշինյանին, բայց Հայաստանին չգիտեմ։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը արևմուտքի աջակցությունը ունի, նույնիսկ ԱՄՆ փոխնախագահ Հայաստան այցի շրջանակներում ոչ ուղղակի, բայց ասած որ աջակցում է ընտրություններում Նիկոլ Փաշինյանին։ Ինչով է պայմանավորվում այս աջակցությունը ձեր գնահատմամբ այս եվրոպական արևմտյան մի շարք քաղաքական կենտրոնների Նիկոլ Փաշինյանին։ Նրանով են պայմանավորվում, որ Ղարաբաղը այսօր չկա։ Եվ դա հիմնական աջակցության հիմքը։ Իսկ արդյոք արևմուտքը չի տեսնում, օրինակ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, տպավորություն է ստեղծում Նիկոլ Փաշինյանը, որ գնում ենք արևմուտք, բայց Լեհաստանում հայտարարեց, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մտադրություն օրակարգ Հայաստանը չունի։ Սա չի խանգարում։ Տեսեք, ես նկատի չունեմ, որ արևմուտքը, Ֆրանսիան եւ մյուս երկրները Հայաստանի եւ հայ ժողովրդի արցախցիների թշնամիներն են։ Դրա համար իրենց համար այտենց պարտադիր էր Արցախի հայաթափումը կամ Արցախի օտարումը հայկական վերահսկողությունից, չէ, պարզապես իրենք ունեն իրենց շահերը, համար առաջին Ռուսաստանի որքան հնարավոր է դուրս մղումը տարածաշրջանից եւ Իրանի շրջափակումը եւ գիտենք հիմա որ Իրանում պատերազմը, մի խոսքով Իրանի շուրջը կատարվող իրադարձություններից ելնելով սրանով է պայմանավորված եւ Նիկոլ Փաշինյանը այն գործիչներ փաստորեն, որ ընդառաջ գնաց արևմուտքի այս շահերին, հրաժարվելով Ղարաբաղյան շարժումից, հրաժարվելով Ղարաբաղից, բավարարեց նրանց հետաքրքրությունները։ Վերջերս նաև ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտն էր ինչ-որ հարցումների տվյալներ հրապարակել, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանը առաջատար է քաղաքական դաշտում, սակայն հետաքրքիր է, որ ԿՓԱ-ականներն այդ հարցման արդյունքներն ավելի վաղ էին հրապարակել, քան այդ ինստիտուտը, սա եւս այդ աջակցության շրջանակներում է ձեր գնահատմամբ։ Աջակցություն կլինի բոլոր հնարավոր խողովակներով։ Եվ ամենամեծ աջակցությունը որն է քարոզությունը, սոսկալի քարոզությունը, որ հիմա իրականացվում է Հայաստանում եւ մենք տեսնում ենք անդադ նոր թեզեր, նոր դիսկուրսներ են ի հայտ գալիս, որոնց դիմագրավելը այդ քարոզչական տեսանկյունից շատ դժվար է։ Առաջնային աջակցությունը քարոզչական է եւ այդ քարոզչության հիմքում ինչն է անդադ Ռուսաստանը ներկայացնել որպես սատանայական հրեշավոր պետություն, որը գործում է հայ ժողովրդի շահերի դեմ, որը հիբրիդային պատերազմ է մղում, որը սպառնում է մեր ինքնիշխանությանը, մեր անկախությանը եւ այդ հիմքի վրա ապահովել արդեն մարդկանց կոնսոլիդացիան կամ մոբիլիզացիան։ Առաջնային աջակցությունը քարոզչական է, եւ մենք տեսնում ենք թե Հայաստանում, Հայաստանի դեմ թե ինչ քարոզչության ալիքա ծավալվում տարբեր կողմերից։ Արևմուտքը աչք է փակում նաև Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկվող
ընդդիմադիրների հիմնականում վրա եւ նաեւ հենց քաղբանտարկյալների թեմայի շուրջ ձեր գնահատմամբ ինչու եվրոպական արժեքների տեր օրինակ այդ միջազգային կառույցների երկրները ուշադրություն չեն դարձնում այս ամենին սա էլ է ուղղված հենց Նիկոլ Փաշինյանին այսպես ասած աջակցությանը թե այլ ժողովրդավարությունը Միացյալ Նահանգների համար է Ֆրանսիայի համար է բայց իրենցից դուրս իրենց հետաքրքիր չի կլինի ժողովրդավարական թե չի լինի իրենց համար առաջնայինը իրենց շահերն են թե մնացյալ աշխարհը ինչ կլինի դա այդքան էլ էական չի այս առումով ժողովրդավարությունը որպես կառավարման համակարգ բայց նաև ժողովրդավարությունը նրանք օգտագործում են որպես մշակութային էքսպանսիայի գործիք որ աշխարհում տարածեն իրենց ազդեցությունը այդ դրոշները ոնց որ Խաչակիր ասպետներն էին քրիստոնեական դրոշներով արշավում դեպի արևելք, իրենք էլ արևելք կամ այլ ուղղություններով արշավում են ժողովրդավարության դրոշներով, բայց հասկանում ենք, որ սա ուղղակի արտաքին քաղաքականություն է եւ արտաքին քաղաքականությունը պետք չի շփոթել արժեքների հետ, այսինքն Վաշինգտոնի համար ժողովրդավարությունը իրենց Ամերիկայի քաղաքացիներին է վերաբերում թե տառապած հայ ժողովրդի հետ ինչ կլինի, այդքան էլ էական չի, որովհետև սա հայտնի փաստ է եւ աշխարհում բազմաթիվ դիկտատուրաներ կան, որոնք Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի դաշնակիցներն են եւ ինչ հիմա աշխարհը փուլ է գալիս Հյուսիսային Կորեայի անունն է հելել Իրանի, բայց Հյուսիսային Կորեայի եւ Իրանի պես բազմաթիվ այլ երկրներ էլ կան, որոնք լի առաջնորդվում են բռնությամբ հալածանքներով, հետապնդումներով, տերորով, բայց նրանց գործունեության վրա բոլորը արևմուտքում աչք են փակում, վառ օրինակ Իրանի հրաշալի հարևանը Սաուդյան Արաբիան, որտեղ մարդ էլ ուտեն կամ այլ երկրի տարածքից մարդ առևանգեն եւ կտանքների ենթարկեն, այդ մարդու իրավունքների պաշտպանները դա չնկատելու կտան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այո ինչ էլ անի եւ գնահատականները այդքան սուր չեն լինի, սրա կեսի կեսը եթե աներ Սերժ Սարգսյանը, ապա այն ժամանակվա դեսպան Սվիտալսկին ամբողջ աշխարհում եք ձայնը գլուխը կգցել, բայց դա հասկանալի է ինչի է արվում, բայց դա չի նշանակում, որ մեր ընդդիմությունը պետք է խաչ քաշի արևմտյան ուղղության վրա եւ համապատասխան զեկույցներ չներկայացնի միջազգային ատյաններում համապատասխան գործչանի եւ չներկայացնի հողի վրա տիրող իրավիճակը, այսինքն այնպես չի որ արևմուտքի հիմա աջակցում է Նիկոլ Փաշինյանին ուրեմն վերջ ամեն ինչ վերջացած է մենք իրancs հետ էլ այլևս անելիք չունենք կամ չենք կարող ապագայում ունենալ մենք էլ պետք է առաջնորդվենք մեր շահերով եւ հիմա ես շատ վատ եմ վերաբերվում են աշխարհայացքին երբ ասում են դա ամեն ինչ որոշված է Ռուսաստանը աջակցում է արևմուտքը աջակցում է ոչինչ չեն կարող անել Նիկոլ Փաշինյանը պետքա լինի ու վերջ մենք ոչինչ չենք կարող փոխել աշխարհը այդպես է որոշել այդպես չի որովհետեւ բազմիցս ասել եմ պատմության առաջնային շարժիչ ուժը մարդն է եւ պետք է թերագնահատել մարդկային գործոնը եւ այդ գործոնի արդյունավետ կիրառմամբ կարելի է աշխարհին փաստի առաջ կանգնեցնել փաստի առաջ կանգնեցնել նկատի չունեմ գալ եւ Նիկոլ Փաշինյանի պես ամեն ինչ սկսել զրոյից պետք է հասկանալ որ սա պետություն է եւ ինչ որ բաներ այլևս անդառնալի հեռացել են մեզնից եւ շարունակել արտաքին քաղաքականությունը փորձելով բարելավել ինչ հնարավոր է փրկել այս առումով պետք չի արևմուտքին դիտարկել որպես Հայաստանի թշնամի որը աջակցում է Նիկոլ Փաշինյանին չէ իրենք առաջնորդվում են իրենց շահերով եթե հայ ժողովուրդը եւ հայ ժողովրդի ներկայացուցիչները չհանձնեն Ղարաբաղը Արցախը եւ այլ ճանապարհով ընթանային չի նշանակում որ ֆրանսիացիները կամ ռուսները կամ ամերիկացիները կգային եւ կհանձնեն ամեն ինչ մեզնից է կախված եւ մենք ենք որոշում ուղղակի իրենց այդ պահին պետք է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից եւ հիմա Նիկոլ Փաշինյանը այդ գիծը շարունակում է կամ ցույց է տալիս որ շարունակում է չգիտեմ եւ այդ առումով արժանանում է նրանց համակրանքին Այս իշխանությունները այսպես հայտարարեցին ավելի շուտ օրենք նույնիսկ արժանի ընդունվեց Եվրամիությանը անդամակցելու համար, սակայն հայտ այդպես էլ չեն ներկայացրել։ Սա ինչի մասին է վկայում, արդյոք
ինչ որ նախընտրական, ինչ որ խոստումներ են հանրությանը, որտեղ գիտենք, որ հանրության մեծ հատվածը հիասթափված է նույն Ռուսաստանից, համարում է դավաճանել է Հայաստանին, արդյոք սա էլ է ուղղված այս նախընտրական քարոզչությանը, որովհետև օրենք ես ընդունում, հայտ չես ներկայացնում, ռուսական ռազմաբազան չես դուրս բերում քո երկրի տարածքից, ինչի մասին է, ինչով է սա պայմանավորված։ Ամեն ինչ կամաց։ Նիկոլ Փաշինյանը խաղում է միջազգային հարաբերություններում եւ իրան թվում է, որ դեռևս շարունակում է, տեսեք, դուք բերեցիք այդ օրինակը, որ Լեհաստանից հաջողախոսություններ էր հասցեագրում Ռուսաստանին եւ հիմա ես այդ ընդդիմադիրներին կոչ եմ անում, երբ որ գնում են Հ1 Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի եւ Պետրոս Ղազարյանը հաճախ Ռուսաստանի թեմայով նրանց նեղնաճ է գցում եւ այդ ընդդիմադիր գործիչները, որ չխեղճանան, կատու չդառնան, կարան ի պատասխան Պետրոս Ղազարյանի խոսքերի Ռուսաստանի վերաբերյալ բերել Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ասել դե Պետրոս ինչ է ասած, այդպես Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, որ Ռուսաստանի շնորհիվ է, ինչ բաներ է եղել։ Եվ այդ ինչի համար է դա Նիկոլ Փաշինյանը անում, չի ուզում զայրացնել հյուսիսային հարևանին, որը բավականին վտանգավոր է, որի վիճակը հիմա բավականին լավ է, հաշվառնելով մի շարք հանգամանքներ, այսինքն Նիկոլ Փաշինյանը այն ինչ որ ասում է Ռուսաստանի հետ կապված, ես համաձայն եմ, բայց հասկանալի է, չէ, որ այն ինչ որ ինքը ասում է, դրա այդ զուգընթաց երկրի ներսում սոսկալի ռոպագանդա է իրականացվում այդ նույն Ռուսաստանի դեմ։ Եվ մենք կարող ենք շատ պարզ եւ հասարակ եզրակացության գալ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է ոչ թե ինչ-որ համոզմունքներով եւ գաղափարներով, օրինակ իր համար Հայաստանի եվրոինտեգրումը միգուցե ինչ-որ բարձր արժեք չի կամ ինչ-որ գերնպատակ չի, որին պետք է հասնել։ Ինքը այդ ամեն ինչը անում է իշխանության վերարտադրության համար, որտեղից ավելի մեծ աջակցություն կգա իշխանության վերարտադրության համար, նա այդ ուղղությամբ էլ կգնա եւ ասածս թող աբսուրդ չթվա, կարող է ինչ-որ մի օր էլ Հայաստանը մտցնի միութենական պետություն։ Դե Վիտալի Բալասանյանը օրերս իր հայտարարեց, որ ցանկանում է, որ պետք է լինի այդ միութենական պետության։ Միութենական պետության թեման շատ զավեշտալի թեմա է, բայց այդ ԿՊԱ-ականները, ԿՊԱ-մերձ այդ արևմտատենչ ռոպագանդիստները չգիտեմ, տենց ինչ-որ բնազդային երջանկության մեջ հայտնվեցին, երբ որ լսեցին Վիտալի Բալասանյանի խոսքը, որ ահա, արագ կարտագանքի ենք, ցույց կտանք, որ իսկապես Ռուսաստանը մեզ ուզում է մտցնի միութենական պետություն եւ ստեղի 5-րդ շարասյունը գործականները դրա մասին սկսել են խոսել։ Իրականում այդպեսի թեմա չկա։ Գիտեք ամենացիծաղանին որն է, տարիներ առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հարցրեցին, որտեղից է այդ թեման միութենական պետության։ Գիտեք ինչ ասեց։ Ասացին տենց բան ինչ-որ մեկը ձեզ առաջարկել է, ասաց չէ, դա փորձագետների մակարդակով են խոսում։ Լուրջ մարդու պատասխանը, այսինքն ինչ-որ փորձագետները ինչ-որ միտեղ խոսել են եւ իրեն թվացել է, որ Ռուսաստանն առաջարկում է միութենական պետությանը անդամակցելու առաջարկ չկա եւ ես կասկածում եմ, որ եթե մենք առաջարկենք, մեզ այնտեղ կընդունեն ընդհանրապես, ինչևից է, որպես եզրակացություն։ Ես, դուք ծնվել ենք անկախ Հայաստանում, մենք կյանքը այլ կերպ չենք պատկերացնում եւ մեր կյանքը պատկերացնում ենք անկախ Հայաստանում եւ ուրիշ որևէ խոսակցություն պետք է բացառել։ Չնայած ես չեմ կարծում, որ միութենական պետությունը անկախության կորուստ է լինելու, բայց այնուամենայնիվ այդպիսի խոսակցություն չկա եւ արհեստականորեն այդ ԿՊԱ-ականները բերում դաշտը տարածում են դրանով, որ մեզ ուզում են մեր, չգիտեմ, վառատնքից բռնած զորով քարշ տալ մտցնել միութենական պետություն, բայց Նիկոլ Փաշինյանը հերոսաբար Վարդան Մամիկոնյանի սուրը ձեռքին դիմադրում է։ Չկա այդպիսի թեմա։ Վիտալի Բալասանյանը իր մասնավոր կարծիքն է արտահայտել, ինչը դատապարտելի է, հատկապես երբ որ այդ միութենական պետության անդամակցությունը համեմատում է Հայաստանի խորհրդայնացման հետ։ Անկախությունը կարևոր եւ անսակարկելի է։ Սա պետք է ֆիքսել։ Ինչու իշխանության ներկայացուցիչները անընդհատ Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, բայց Ալեն Սիմոնյանը Ռուսաստան այցի շրջանակներում կարծես թե դրա մասին ոչինչ չասաց։ Սա ինչ կարող ենք սրանից եզրակացնել։ Որտեվ չասաց, որովհետեւ այնտեղից ինքը պատասխան չի ակնկալում։
այդ ամենի հասցեատրերը ռուսները չեն։ Սա էլ է քարոզչության։ Մեզ համար են այս ամեն ինչը ասում։ Այդ խոսքերը մեզ համար են, որ մարդկանց արտաքին քաղաքական սպառնալիքի շուրջ մոբիլիզացիայի ենթարկեն, այ ասեն, այդ ռուսները Ղարաբաղը հանձնեցին, հիմա Հայաստանն են ուզում հանձնեն կամ գնա այնտեղ ինչ ասի։ Իդեպ պետք չի բացառել, որ Ռուսաստանը փորձում է կամ ռուսական ինչ-որ շրջանակներ մասնակից դառնալ Հայաստանի պրոպագանդիստական կյանքին, հա, այսպես ասենք, բայց հիմա ես խիստ կասկածում եմ, որ դա հաջողությամբ է ավարտվում։ Կարողական տեսանկյունից Ռուսաստանը Հայաստանում լուրջ պարտություն է կրել միգուցե կամովին, ընդհակառակը այլ ուղղությունից ճյուղավորված հիբրիդային պատերազմը Հայաստանում արդեն մոտենում է ավարտին։ Խոսքը Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող հիբրիդային պատերազմն է, որովհետեւ իրենք կարողացել են այնպես անել, որ Հայաստանի ինտելեկտուալ ուսյալ շրջանակները կամ դրանց մի մասը սկսել են մտածել իրենց պես։ Պատկերացնում եք ինչ եմ ասում, այսինքն մենք ինքներս մեզ, մեր պատմությանը, մեր հիմնախնդիրներին սկսել ենք նայել իրենց հայացքով։ Եւ իմ ասածը իսկապես չափազանցություն չի։ Տեսեք թե հրապարակային ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ այլ քաղաքասարակության ներկայացուցիչներ, հանրային գործիչներ, ինչ դատողություններ են անում Ղարաբաղի մասին, Ղարաբաղյան շարժման մասին, ցեղասպանության մասին եւ տարատեսակ այլ հարցերի վերաբերյալ եւ այդ կարծիքների մեծ մասը համընկնում են Ադրբեջանի տեսակետների հետ, Թուրքիայի արտգործ նախարարության տեսակետների հետ, այսինքն կային երկու պատերազմող դիսկուրսներ, ադրբեջանական եւ հայկական բանակը պարտություն է կրել եւ մեզ հիմա համոզում են, որ մենք պարտություն ենք կրել, որովհետեւ մեր աշխարհայացքը, մեր մտածողության ձևը սխալ էր, դուք պետք է մտածեք հիմա մեր պես, որովհետեւ մենք հաղթել ենք, մենք ճիշտ ենք, բայց այդպես չի, կրվել ենք հետո ինչ։ Ով կարող ասի, որ Ղարաբաղյան շարժումը սխալ էր։ Եթե դու ասում ես Ղարաբաղյան շարժումը սխալ է, նշանակում է սկսել ես ադրբեջանցիների պես մտածել։ Ես չեմ ասում ադրբեջանցիները ճիշտ են մտածում, թե սխալ։ Բայց այդպես մենք սկսել ենք աշխարհի նայել իրենց հայացքով։ Ինչ է հիբրիդային պատերազմի հետևանք, այսինքն այդ քարոզչությունը, այդ ինֆորմացիան, ասես կաթիլ, sense պիպետկայով կաթացրել են մարդկանց գանգուղեղների մեջ եւ հիմա ասենք մարդիկան չեն ամաչում, արդեն ասում են բանայի։ Ես Հայաստան եմ բերել Հաջիևի падգամը, ուղերձը։ Հաջիև ճիշտ ասացի անունը։ Առաջ ով կարար տենց բան ասեր։ Առաջ ես մի երկու հատ չգիտեմ սուր բաներ որ խոսայի, ինձ բանը բարում էին, հրկիզում էին։ Բայց հիմա ասենք խնդիր չկա, մարդիկ փոխվել են եւ դե փաստա պետքա ֆիքսել, հաջողորդը փոխվել է։ Եվ մենք եւ դրանից ելնելով թեվակողմ ենք շատ բանա բարդ գործընթացի մեջ, թե որ ուղղությամբ կփոխվի ի վերջո։ Գուցե այս իշխանության այսպես ահաբեկումն է հանրության շրջանում, որտեվ գիտենք գաղտնիք չէ, որ իրար հերթ չտալով ասում են, որ մենք չլինենք իշխանության, պատերազմ է լինելու, մենք կանք խաղաղություն է լինելու, իսկ հասարակությունը գաղտնիք չէ ոչ մեկիս համար, որ արդեն այնքան բան տեսավ այս ընթացքում, հա 92-93 թվականները չհաշված 2020-ից սկսած այնքան շատ կորուստ տեսավ, որ կարծես հանրությունը իսկապես ձգտում է այդ խաղաղությանը եւ կարծես որոշ հատված իսկապես հավատում է Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությանը։ Շատ ուղիղ ասեմ, այս իշխանության աշխարհայացքը իմ տեսանկյունից այլասերված է։ Քաղաքական աշխարհայացքը նկատում եմ, եւ իրենք այլասերված են դարձնում ամբողջ բնակչությանը։ Որտեղ պետությունը չի կարող այդ լոգիկայով ապրի պատրաստ թե խաղաղություն, որտեղ պատրաստի խաղաղության արանքում լիքը ուրիշ տնային աշխատանքներ կան, լիքը ուրիշ իրողություններ կան, եւ եթե դու պատրաստ չլինելու կամ լինելու տերորով հոգեբանական ասում ես որոշումներ կայացնել, դու ինքդ քեզ տանում ես արժեքային հետո նաև ինստիտուցիոնալ փլուզման, այդպես կյանքը չի կարող լինել։ Դուք չեք կարող երկար, անընդհատ
եւ ամեն օր զորով իմ հետ ինտերվյու անել, հա, մի անգամ կարող եք անել, երկրորդ անգամ, երրորդ անգամ այդ անդադ չի լինի այդպես, եւ այդպես չի կարող կյանքը շարունակվել, կամ ով է, որ իշխանությունն ավելի շատ պատրաստ բերել այս ժողովրդին, 5-6 մեծ եւ փոքր ռազմական բախումներ են բերել, Թուլիսյան բախումները, Տավուշում 44 օրյա լայնամասշտաբ պատերազմը, հետո մինչև Արցախի հայաթափում, այդքան որ իշխանությունն է այս պատմության մեջ այդքան շատ կոնֆլիկտ բերել, այս ինչ էր այս պաշտությունը, այն ժամանակ խաղաղության մասին չէիք մտածում, թե այդ ձևը գտել են, բայց այն ժամանակ հայրենասեր էի, սխալվել ենք, բայց շատ կներեք, ինչ եք հայրենասեր բառը նույնացնում, չգիտեմ, ապուշի հետ, տխմարի հետ, հայրենասեր լինել չի նշանակում, չգիտեմ, լինել տխմար ու Արցախը տանել կործանման, ինչա թե հրաժարվում ես 7 շրջանները հանձնելուց, 7 շրջանները դնենք մի կողմ, հրաժարվում ես բանակցային գործընթացից, ինչա դու հայրենասեր ես, դա հայրենասիրություն է, ու այդ տարիներ շարունակ այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանը, ես ուզում եմ ասել, մենք տեսնում ենք երկու մեծ ռազմական կոնֆլիկտներ, չէ, Ուկրաինայում եւ Իրանում, եւ նայում ենք, չէ, ոնց են պատերազմում, ու հետո գալիս ենք մեզ, ասենք մենք ինչքան տխմար ենք, մենք միտքը, քաղաքական մտածողությունը, ռազմական միտքը ինչքան տխմար ու տգետ է եղել, ու պատահական չի, որ այս աղետը մեր հետ պետք է լինի, որտեղ մենք կոնֆլիկտը, բանակցությունները ոնց ենք պատկերացնում, մենք այդ խրամատի երկայնքով, այսինքն քարոզում ենք, ճիշտ չէ, 800 հեկտարը, պարզվեց հետո 400 հեկտարը, չգիտեմ, կհիշեք թե չէ, ինչ հիստերիա էր Հայաստանում 400 հեկտարի համար, եւ հետո երբ որ այդ ուկրաինական պատերազմը սկսվեց, ռուսները երբ որ լայնամասշտաբ հարձակման անցան, ուկրաինացիները նահանջեցին մարտավարական նահանջի դիմեցին, որ հետո հակահարձակման անցնեն, ամրանան եւ այլն, եւ ստեղի այս մեր դեգեներատները ծաղրում էին ուկրաինացիներին, որտեղ իրաց պատկերացման մեջ պատերազմը մենակ այնա, որ զինվորը շարված մնա այդ ուղի գծի մեջ ու կոտորվի, ինչա որ մենք Թալիշից կամ Ջաբրայելից միլիմետր չգայինք այս կողմ, բայց կարելի էր նահանջել, զորքերը, չգիտեմ, վերադասավորել, անցնել հարձակման, հազար մի բան կա, չգիտեմ, այս ռազմական փորձագետ չեմ, ուղղակի այդ մտածողությունը։ Հիմա ընկել են հակառակ սայրահեղության մեջ, այն ժամանակ մի միլիմետրի համար լրբություն եւ հիստերիկություն էին անում, բայց հիմա, չգիտեմ, ամեն ինչ են տալիս եւ նույն բանը, այդ նույն հիստերիկությունը եւ լրբությունը չկա, այսպես չի կարա պետությունը ապրի, առանց պայքարի, առանց սեփական շահերը պաշտպանելու պետություն չի կարող լինել։ Մենք տեսնում ենք մեր հարևան երկրները տարածաշրջանի, Իսրայելը, Իրանը, այլ երկրներ, պատկերացնում ենք, որ իրենք սկսեն մեր պես մտածել, ինչ կլինի իրանց հետ։ Իրանը էլ գոյություն չէր ունենա, Իսրայելը էլ գոյություն տասնամյակներ առաջ գոյություն չէր ունենա, այդ իրանք բանը ապուշ են, չեն հասկանում, չեն գիտակցում բարեկեցության գինը, չգիտեմ, լավ ապրելու գինը, բայց հիմա որ Իսրայելը կա, որ Իրանը կա, ինչ որ զոհողության են, չէ՞, գնացել եւ պատրաստ են գնալ, ես չեմ ասում հիմա բանը վերջնել եւ արշավել Բաքու կործանել Ադրբեջանը, ես պատերազմի քարոզ չեմ անում, ուղղակի ես ուզում ասել, որ երբ որ ասում ես միայն թե պատերազմ չլինի ու ամեն ինչի պատրաստ լինես, դու ոչ միայն պատրաստ կբերես, նաեւ կործանես արդեն ամեն ինչ։ Կարպիչ ջան, մոտենում են խորհրդարանական ընտրությունները, իշխանականները այսպես պնդում են, որ իրենք այս ընտրություններում ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։ Ձեր գնահատմամբ արդյոք արդարացված է նրանց ԿՊԱ-ականների այս վստահությունը եւ ինչի համար, հանուն ինչի պիտի հանրությունը գնա ու քվեարկի քաղաքացիական պայմանագրի օգտին։ Հանուն արդարության իրենք հիմա ունեն ձայներ կան։ Ես իրենց քվեարկողներին որևէ բան չեմ կարող ասել, իրենց իրավունքն է եւ ինձ թույլ չեմ տա ինչ որ
պիտակավորել։ Միայն պետք է արձանագրենք, որ այդ ուժգին եւ սոսկալի ռոպագանդան Հայաստանում տարածվել է մեծագույն հաջողությամբ եւ նրանք կարողացել են այդ ինֆորմացիան մտցնել տուն առ տուն եւ վերստին արժանանալ ինչ-որ համակրանք, որը կփոխակերպվի էլեկտորատի։ Ես մը չեմ ասում, որ այս իշխանությունը անպարտելի է, ջախջախիչ մեծամասնությամբ կարող է հաղթել, իրենց գործերն առանձնապես լավ չեն եւ իրենք այդ վտանգները զգում են, բայց իրենք արդեն իսկ լավ պատրաստված են ու պրոֆեսիոնալ, ունեն ներքին հարաբերություններում ունեն նաեւ գրագետ խորհրդատուներ եւ այդ ամեն ինչին փորձում են դիմագրավել, նաեւ այդ եղանակներից մեկն է նաեւ խաղարկել ինքնավստահություն, որ մենք ջախջախելու ենք, մենք ապահովելու ենք Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, մենք չլինենք թրիփը չի լինի, մենք չլինենք ամենասարսափելին, մենք չլինենք անկախություն չի լինի։ Ահա լավ էլի մարդ ոնց կարա ինքն իրան նույնացնի անկախության գաղափարի հետ։ Կամ Գևորգ Պապյանը հեշտ մտածել է ինքը ով է, ինչ է յանից ներկայացնում, որ անկախության մասին այդպես է արտահայտվում։ Պատկերացնում եք, այս աղետի մտածողության մասշտաբները, այս աղետալի մտածողության ժամանակին էլ Սերժ Սարգսյանն էր այդպես դիրքավորվել, որ ես չլինեմ, Ղարաբաղը էլ չի լինի, ոնց ուղիղ այդպես չի ասել, բայց առնվազն ակնարկում էին դրա մասին։ Եվ չի կարելի այդ մեծ ազգային գաղափարները նույնացնել մի անձի հետ, չի կարելի, որովհետև այդ մի անձի հետ ինչ ասես կարող է լինել։ Փողոցով կարող է քայլել, օրինակ Գևորգ Պապոյանը, չգիտեմ, ինչ-որ տանիքից մի հատ կիրպիչ ընկնի գլխին։ Եվ ինքը այդ հարվածից դառնա օրինակ արմեղսունակ։ Հիմա ինչ անկախության գաղափարի հետ ինչ է լինելու, երբ որ Գևորգ Պապոյանը դառնա այդպեսին։ Այսինքն մարդու հետ ամեն ինչ կարող է լինել, բայց անկախությունը չի կարելի պայմանավորել ինչ-որ մարդկանցով։ Դա անթույլատրելի մոտեցում է, դա քաղաքական տեսանկյունից չկայացած ազգի եւ հասարակության վարվելակերպ է եւ մտածողություն, որովհետեւ ի վերջո պետքա արձանագրվի այն կարևոր ճշմարտությունը, որ անկախ նրանից թե ով է իշխանության, բայց կան ինչ-որ արժեքներ, որոնք չեն կարող սակարկման առարկա դառնալ։ Սա չգիտեմ։ Ինձ թվում է կարիք էլ չկար այս ամեն ինչի մասին խոսելու, բայց արդեն հասել ենք այնտեղ, որ այսպես բաներ ենք խոսում եւ իշխանությունը իսկապես հաղթելու շանսեր ունի եւ այս իշխանությունը կարող է կանգնեցնել միայն միավորված ընդդիմությունը։ Հայաստանում այսինքն ձեր գնահատմամբ հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն անել եւ արդյոք մեր ընդդիմությունը ունի բավականաչափ ռեսուրս եւ կազմակերպվածություն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Մենք այդպիսի փորձառություն չունենք համապետական ընտրություններով իշխանություն փոխելու փորձառություն չունենք, չի եղել այդպիսի բան եւ հիմա որ Նիկոլ Փաշինյանը անդադ խոսում է քպականները խոսում են ժողովրդավարությունից, այնց որ Հայաստանը դիտարկվում է որպես ժողովրդավարության բայստություն, ժողովրդավարության ինստիտուցիոնալ գոյության առաջնային այդ հիմքը հենց այդ է ընտրություններով իշխանափոխությունը, ընտրություններով, եթե դա լինի Նիկոլ Փաշինյանը իսկապես մեծ ծառայություն մատուցած կլինի ժառանգների համար եւ ես չեմ հեգնում։ Այդ մի բանը ինքը մեծ ծառայությունը մեզ կթողնի։ Եվ այո, սերունդները կարտանագրենք ասեն, հա, տեսեք, այս մարդը ցախողակ է կամ դավաճան է, չգիտեմ, դուք ընտրեք։ Բայց այս մի կարևոր ժառանգությունը ինստիտուցիոնալ մեզ թողել է ընտրություններով հեռացել է, բայց ցավոք սրտի այդ փորձառությունը մենք չունենք, բայց պատմության մեջ եթե ինչ-որ մի բան չի եղել, չի նշանակում, որ չի լինի եւ մեր փոխարեն այդպիսի փորձառություն ունի մեր հյուսիսային հարևանը եւ երբ որ ընտրություններով եղավ իշխանափոխություն այնտեղ էլի ընդդիմության կոնսոլիդացիայի շնորհիվ իսկ մեր մոտ մի քիչ դա բարդ է մեր ընդդիմադիր գործիչները մի փոքր ինքնասիրարված են ամեն մեկը իր փոքրիկ աշխատասենյակում իրեն երևակայում է մի փոքրիկ վարչապետ
հա, եւ շատ դժվար է։ Ամբիցիաներ ունեն կարծես թե բոլորը։ Դժվար է, հա, հաղթահարել այդ հիվանդագին էգոն, բայց այնուամենայնիվ այդ միավորում պետք է լինի առնվազն համագործակցություն, որովհետեւ առաջին նախագահը այս վերջերս փոքրիկ հոդված էր գրել, չգիտեմ, կարդացել եք թե չէ։ Էլի խոսում էր այս նույն միավորման անհրաժեշտության մասին։ Մենք հիմա ինչի համար ենք ուզում, որ ընդդիմությունը միանա։ Օրինակ ես եմ դրա կողմնակիցը, որ միավորվի։ Որ նրա համար չէ, որ օրինակ Սամվել Կարապետյանին համակրում եմ որպես քաղաքական գործիչ կամ Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Իսկապես չէ։ Նրանցից քաղաքական տեսանկյունից որևէ մեկի իմ ճաշակով չի։ Բայց ուղղակի պետք է լինի այն գիտակցումը, որ աղետից ձերբազատվենք եւ հետո վերադառնանք բնականon քաղաքական կյանք։ Հետո էլի կբանավիճենք, չգիտեմ, կվիճենք քաղաքական տարբեր հարցերի շուրջ, բայց Հայաստանի արժեվ ծառացած մարտահրավերը չեզոքացնելուց հետո եւ սա բացառություն չի նաեւ միջազգային հարաբերությունների պատմության մեջ, երբ որ տարաբնույթ իրարամերժ ուժեր, կոմունիստներ, լիբերալներ, պահպանողականներ իրար հետ համագործակցել են, ինչ որ մեծ գլոբալ խնդիր լուծել են, հետո վերադարձել են բնականon կյանք։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը իսկապես խնդիր է դարձել եւ խնդիր էր Հայաստանի համար նրա քաղաքականությունը։ Նրան հեռացնենք եւ հետո արդեն մատ հասկանանք, չգիտեմ, մեր ձևով ոնց էր կուսակցության անունը ուժեղ Հայաստան կուսակցության ուզածը ինչ է այնպես չի որ իրանց հետ այնց ամբողջությամբ հաշտ է եւ այլն բայց մատս կարևոր խնդիրը պետքա լուծվի էլի Կարպիչ ջան տևական ժամանակ եկեղեցու դեմ ակտիվ արշավից հետո Նիկոլ Փաշինյանը կարծես թե մի փոքր пассивացել է իհարկե միտք չտանք նորից սկսի այդ արշավը ձեր գնահատմամբ ինչու հիմա Նիկոլ Փաշինյանը չի թիրախավորում եկեղեցին չի թիրախավորում հոգևորականներին արդյոք հասկացա որ հանրությունը կանգնած է եկեղեցու կողքին ինքը ձախողել է թե այնուամենայնիվ ինչ որ նոր բաների կարող ենք սպասել Դե այս փուլում չստացվեց ոնց որ հայտնի ռուսական ֆիլմում ասում Գարեգին երկրորդ ուստայալը կանգուն մնաց Ինչը շատերի համար զարմանալի էր, միգուցե, օրինակ Նիկոլ Փաշինյանը կարող էր մտածել, որ նրան կարող էր այդպես արագ հեռացնել, ինչպես օրինակ Սահմանադրական դատարանի պարագայում, ազգային ժողովի պարագայում, այլ գործիչների պարագայում, ինչպես որ եղավ, ում ուզում էր կալանավորում էր բերմանների ենթարկում, ում ուզում էր հեռացնում էր դատարանների շրջափակում եւ այլն Բայց սա մի քիչ ուրիշ իրավիճակ էր եւ չստացվեց այդ ամեն ինչը անել այդ գաղափարի այդ գործընթացի շուրջ կոնսոլիդացիա չեղավ իհարկե չի նշանակում որ եկեղեցին ծանր հարվածներ չստացավ եւ չի նշանակում որ հարվածներից հետո ինչ որ վերանայումներ անելու անհրաժեշտություն չունեն հարցը դա չի բայց եթե հիմա Նիկոլ Փաշինյանը մի փոքր նահանջել է չի նշանակում որ չի վերսկսի պետք է սա անպայման հասկանալ գաղափարից չի հրաժարվել բայց հիմա չգիտեմ ժամանակավորապես նահանջը համել իսկապես դա ժամանակը չի վտանգավոր իսկապես տարածաշրջանը շատ իսկապես շատ վտանգավոր իրավիճակում է հայտնվել կապված Իրանի պատերազմի հետ եւ այստեղ պետք է մի քիչ այլ դիրքավորում ունենալ առնվազն գոնե չգիտեմ պերաշկի ուտել կուկուռուզ ուտել ժուժուխ ուտել բայց սուր եւ կտրուկ գործողություններից խուսափել։ Ալեն Սիմոնյանը վերջերս ռուսական, ես հաճամ սխալվում դոշ թե ռուսալիքին տված հարցազրույցում մի շարք հոգեվորականների մեղադրել էր մանկապղծության մեջ։ Նույն բանի մեջ մեկ այլ հարցազրույցում Վահագն Ալեքսանյանն էր հոգեվորականներին մեղադրել, սակայն այս մասով հոգեվորականների դեմ ոչ մի մեղադրանք չկա, քրեական գործեր չկան հարուցված, չի ստացվում, որ ազգային ժողովի նախագահը, ԿՊԱ-կան падգամավորը, մարդիկ, ովքեր այսպես ունեն բազմաթիվ լծակներ, հա, իշխանությունն է ղեկավարում, տեղյակ են հանցագործության մասին, բայց դրա մասին լռում են, հաղորդում չեն ներկայացնում, չի ստացվում, որ իրանք էլ են հանցագործության մասնակից դառնում։ Դուք մտածում եք դա առաջին անգամն է։ Իրանք ի սկզբանե այդպես են գործել։ Հələ մտիկ
վերջնանք թուղթը, բաժանենք երկու հավասար սյունյակների։ Մի կողմում գրենք իրենց բոլոր հայտարարությունները, իսկ մյուս կողմում նրանք հասկանանք այդ հայտարարությունների հետևից քանի հոգի է գնացել, քանի հոգու հետևից են գնացել եւ ինչ են արել։ Ինչքան կլինի համապատասխանություն։ Մեկ-երկու դեպքում ինչ եկել են իշխանության այդպեսի անպագորգոր հայտարարություններ են անում։ Այդ առաջիններից մեկը որն էր, որ կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Երկրորդ հետո դրա մասին մոռացավ։ Հիմա թվարկեմ այդ բոլոր հայտարարությունները, թե ինչ մարդկանց, ինչ մահացու մեղքերի մեջ են մեղադրել։ Չի կարելի այդպեսի։ Իշխանությունը չպետք է այդ լեզվով խոսա։ Հələ մի կողմ դնենք այդ հայախառն նողկալի բառապաշարը, դա դնենք մի կողմ, չնայած ամենամերժելի բանն է։ Ընդդիմադիրները կարող են անհասցե եւ մի փոքր անպատասխանատու լինել։ Օրինակ ես կարող եմ ինձ թույլ տալ, որովհետեւ իմ միակ լծակը խոսքն է։ Բայց իշխանությունը իրավունք ունի այդպես իրեն պահել, հենց ազատություն տալ լեզվին առանց փաստերի, առանց հիմքերի։ Ես ունեմ, որովհետեւ ես այլ լծակ չունեմ։ Ոստիկանությունը ինչ չի ընդարկվում։ Ես ձեռքից տակ չունեմ դատախազ եւ այլն։ Բայց իշխանությունը եթե մի բան խոսում, դրան պետք է հաջորդի գործողություն, դրան պետք է հաջորդի քաղաքականություն, համապատասխան կուրս։ Եվ հիմա էլի այդ իրենց այդ նողկալ, իրենք միգուցե մինչև վերջը չեն համակերպվել, որ իրենք իշխանություն են, էլի այդ հայկական ժամանակի ռեժիմի մեջ են ապրում, մեզ էլ ապրեցնում։ Եղբայր կան մանկապիղծներ, բռնեք դատեք, եթե կան, այդպիսի դեպքեր շատ են եղել, մենակ աշխարհի տարբեր եկեղեցիներում, այդպիսի փակ համայնքներում, այդպիսի բաներ երբեմն լինում են, վառօրինակ կաթոլիկ եկեղեցին։ Բայց եթե լինում են, համապատասխան գործողություններ է պետք իրականացնել, եւ եթե այդպիսի դեպքեր լինում են, չի նշանակում, որ հայ առաքելական եկեղեցին վատնա կամ չի նշանակում, որ նրա դիրքերը պետք է սասանվեն հայկական իրականությունում, էլի պետք է ծայրահեղությունների գիրք ընկնել, այո։ Հայ առաքելական եկեղեցին մարդկանցից կազմված կառույց է, որտեղ ամեն ինչ էլ կարող է լինել, բայց այդ չի նշանակում, որ խնդիրները վերացնելու փոխարեն պետք է գնանք եւ ոչնչացնենք այդ կառույցը, բայց չգիտեմ, անպատասխանատու բաներ են խոսում այդ իրենց զզվելի, գարշելի, նողկալի բառապաշարով, ինչը մերժելի է։ Խոսեցիք նաև Թրամփի ուղու մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Թրամփի ուղին Հայաստանի անվտանգության երաշխիքն է, սակայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իր վերջի ասուլիսում, եթե չեմ սխալվում, նշեց, որ դա Հայաստանի ամենամեծ սպառնալիքն է։ Կիսում եք երկրորդ նախագահի տեսակետը, թե համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ կարելի է այլ կարծիք ունենալ Նիկոլ Փաշինյանից եւ Ռոբերտ Քոչարյանից տարբերվող։ Հիմա թրիպը արդեն կա առնվազն դրա լինելու մեկնարկը տրված է։ Այստեղ քաղաքականությունը իրականում, գիտեք, շատ բարդ երևույթ է։ Մի կողմից դրա արկայությունը նշանակում է ամերիկյան ներկայություն տարածաշրջանում, իսկ ամերիկյան ներկայություն նշանակում է որոշակի ռեսուրսների մուտք եւ հաստատում։ Դա նշանակում է, որ Ամերիկան որոշակի պատասխանատվություն է վերցնում տարածաշրջանում եւ այդ փոքրիկ հողակտորի վրա։ Սա հասկացանք։ Նիկոլ Փաշինյանի ճիշտ է, այսինքն միտքը, այսինքն այնպես չի, որ հեռու է ճշմարտությունից։ Սա հասկացանք։ Բայց դա նաև սպառնալիք է, որովհետև մենք ինչով է սպառնալիք, որովհետև տեսնում ենք, որ այսպես լեգենդ կա, չէ՞, մեր իրականությունում մինչև հիմա կա, որ Պուտինը հանձնում է իր բոլոր դաշնակիցներին, բայց տեսեք, Ամերիկան ոնց է սիրում եւ շոյում իր բոլոր դաշնակիցներին, վառօրինակ Իսրայելը։ Բայց մենք տեսանք, որ տարածաշրջանում ապահովագրված են նաև Միացյալ Նահանգների դաշնակիցները, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Էմիրատները, Բահրեյնը եւ այլն։ Ծանր հարվածներ ստացան այդ երկրները։ Այս առումով մենք տեսնում ենք, որ Ամերիկան իր հետ բերելով նաեւ անվտանգության որոշակի հիմքեր, բերում է նաեւ ռիսկեր։ Եվ կարելի է մտածել, որ եթե այդ թրիպը արդեն լիներ եւ այդ թրիպում ներկա լինեին ամերիկյան մասնավոր կամ պետական որոշակի ուժեր, կարող էր ենթարկվել հարվածի Իրանի կողմից։ Այսինքն
կա եւ ամատանգային հիմք, կա նաեւ եւ սպառնալիք, պետք չի այդպես աշխարհը սև ու սպիտակ դիտարկել եւ հիմա ինչա ասածից ինչա հետեւան որ պետք է լինի այնպիսի իշխանություն որ կարողանա այդ անվտանգությունը եւ ռիսկերը կառավարել եւ մեզնից վտանգը հեռացնել նորից եմ ասում սխալ է ինչ որ միանշանակ կերպով ասել սա չգիտեմ սևա սա միանշանակ կերպով սպիտակ աշխարհը սև ու սպիտակ չի Տարածաշրջանում այս լարվածության ֆոնին Իրանում պատերազմի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է որ դա մեզ չի սպառնում կիսում եք այս տեսակետը Այսինքն հենց այդպես էլ ասում եմ ու ես չեմ լսել։ Չի սպառնում, այո, պատերազմը մեզ չի սպառնում։ Դե այդպես չի կարելի խոսել։ Օրինակ որ ես լինեի վարչապետ։ Որովհետև խաղաղություն է բերել, ասում են։ Հիմա խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ եւ այս տարածաշրջանում լարվածությունն ու պատերազմը մեզ չեն կարող։ Դեք, այսպեսի փքված մեծամտություն կար նաեւ 2010 թվականին։ Երբ որ հեռավոր Թունիսում ինչ որ մեկը ինքնահարկիզվեց, դա փոխակերպվեց շղթայով արաբական գարունի։ Եվ ամբողջ տարածաշրջանը Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան ներքաշվեցին այդ հրդեհի մեջ, եւ մենք մտածում էինք եւ համոզված ենք, որ դա շատ հեռու է, մեզ չի սպառնում, բայց մենք տեսանք, որ դրա հետևանքները, դրա ալիքները հասան նաեւ մեր տարածաշրջան, ուղակի եւ անուղակի կապերով։ Եվ չի կարելի այդպես ասել, դա մեզ չի սպառնում։ Դա այս բանին մեզ չի սպառնում, որովհետև մեզ չեն հրթիռակոծում։ Բայց չի նշանակում, որ դա լուրջ հետևանքներ չի կարող բերել մեր տարածաշրջանին, եւ դա նշանակել է, որ նա վստահաբար բերելու է։ Եվ մենք չգիտենք զարգացումները, ինչ ունով կգնան, չգիտենք։ Ամերիկան կգնա ցամաքային գործողությունների, չգիտենք Իրանը ինչ պատասխան կտա, չի կարելի Դա էլի այդ բանը քարոզչության ծիրում է, էլի ժողովուրդ ջան, դուք հանգիստ ապրեք, ոչինչ որ 4 կողմը, չգիտեմ, հրթիռներ են թռնում, բայց դուք լավ եք ապրելու, բարեկեցիկ եք ապրելու, պատրաստ չի լինելու եւ եթե ինձ ընտրեք, իրանական հրթիռները այս կողմը կթռնեն։ Այդպես չի կարելի խոսել։ Եվ բայց մյուս կողմն էլ կա նաեւ, հիմա արդեն Նիկոլ Փաշինյանին անդադ ասում են, տեսեք, բանա 4 կողմը հրթիռներ են թռնում, դու պերաշկի ես ուտում։ Եվ այստեղ հարց առաջանում ինչ անի բա։ Օրինակ, չգիտեմ, այդ մարդը հիմա այդ է կարմանի, այդ է անում, բայց օրինակ ես լինեի վարչապետ, նույնիսկ այդպիսի ամբիցիաներ չունեմ, էլի, ուղղակի խոսքի օրինակ եմ։ Էդմոն Մարուկյանը որ լիներ վարչապետ, ես իրան խորհուրդ կտայի, որ չերևար մի երկու շաբաթ կամ հայտարարություններ անելուց լիներ շատ զգույշ եւ լիներ լղոզված այսպես ասենք, որ ոչ այն կողմին վիրավորես, ոչ այն կողմին թիրախավորես, այսպես։ Եվ նաև գիտեք, կոռեկտ չի կանգնելու ասել, դա մեզ չի սպառնում, հաշվի առնելով, որ այնտեղ բարեկամ ժողովուրդ է զոհվում, բարեկամ ժողովուրդ, որտեղ կան նաև հայեր։ Կա հայկական համայնք, կա հայկական մշակութային ժառանգություն եւ աղջիկների դպրոցի հարվածա մի խոսքը ծանր իրավիճակ է, երբ որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն սիրում այաթոլլաների ռեժիմը, բայց տեսնելով թե ոնց է այդ երկիրը այդպես ավիրվում, այդ ավիացիոն հարվածներից ինչ-որ ապրոմակցում են, բայց որ կոնալ ասել բանա, մեզ չի սպառնում, հա։ Մանավանդ որ դրանից մի քանի օր առաջ Սուրեն Պապիկյանն էր Իրանում գտնվում ջերմ ընդունելության արժանացել։ Դե ինչ ասեմ, դες չի սպառնում, գնացեք նստեք։ Բայց այդպես չի կարելի խոսել, որտեվ բայց կլինեն չէ հետևանքներ։ Եվ Կարպիս ջան, ամփոփելով մեր զրույցը, Աննա Հակոբյանը տեսանյութ հրապարակեց, որտեղ հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից, ինքն ու Նիկոլ Փաշինյանը բաժանվում են մի խոսքով։ Շատերը կարծում են, որ սա եւս կեղծ բնույթ է, գրում իր մեջ հաշվի առնելով էլի նախընտրական շրջանը, որ փորձում են այսպես այդ ձևով ձայներ, այսպես քվեներ ստանալ։ Դուք այս տեսակետը արժանահավատ համարում եք։ Բաժանումներին այդ կանալ կողմ չեմ, եթե հնարավոր է ընտանիքը փրկել։ Եթե իհարկե, չգիտեմ, ընտանեկան բռնություն չկա, չգիտեմ, հիվանդ իրավիճակ չկա, եթե ընտանիքը կարելի է փրկել, ուրեմն պետք է փրկվել, չնայած հիմա այլ քարոզա չէ գնում, անդադ 4 կողմից աբորտի եւ բաժանվելու քարոզա գնում։
Ինչևէ ես չգիտեմ, շատ դժվար է այստեղ վերլուծություններ անել եւ միգուցե ոչ էլ պետք է ներքաշվել իրենց անձնական հարաբերությունների մեջ, չնայած իրենց անձնական հարաբերությունները դարձել են ամբողջ մոլորակի սեփականությունը արդեն, բայց այնուամենայնիվ չեմ կարծում որ կեղծ է։ Ինչ։ Եվ Որտեղից ես այդ վստահությունը։ Դա գիտեք, չգիտեմ, ես հոգեբան չեմ կարող ասել, բայց ինձ թվում է որ կեղծ չի, կեղծ չեն բաժանվում։ Դուք տեսել եք այս ժամանակ որ կեղծ բաժանվեն։ Տեսել եք այդպիսի բան։ Չեմ տեսել, բայց Սերը կեղծիկ չի հանդուրժում։ գուցե խաղում են ուղղակի իրենք։ Բայց ինչ են խաղում։ Ինչի համար։ Չեմ կարծում որ խաղում են։ Չգիտեմ, ես ինչ-որ այս ուղղությամբ չեմ մտածել եւ ի տարբերություն մեր շատ այլ քաղաքացիների, տենց ինչ-որ այդ լուրով չեմ տարվել եւ չեմ խորացել, որպես փաստ ընդունել եմ, որտեղ որ պետքա տխրեի, տխրել եմ, քան որ ընտանիքա քանդվել եւ որտեղ որ պետքա ուրախանայի, ուրախացել եմ։ Որն էր ուրախանալու։ Դե ծիծաղալու մեմեր էին, չէ՞, պատտվում։ Չեք տեսեք կիսաբացուսամունքների, այդտեղ բայց նաեւ տխրելու է, ընտանիք եւ այլն։ Շնորհակալ եմ Կարպիշյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էլ լրագրող հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։ Կհանդիպենք։